Հաջորդը խոսքա գնում նրա մասին, ինչքանով մենք ծախսում արդյունավետ։ Ես չգիտեմ այս օրինակը ոնց է հնչում, բայց ես դրան խորը համոզված եմ, որևէ մեկը հակառակը չի կարող ապացուցի։ Ասում եմ, եկեք նայենք մեր բանին, հա, չէ՞։ Ծնունդ ենք կազմակերպում, հարսանիք, նոր տարի։ Եկեք գնանք կամ գնում ենք այն օրը միտեղ քաղաքացիներից շփվելիս, ասում եմ, օրինակ կլնում է, որ ձեր գնում եք առևտուր եք անում, ձեր ընտանիքի անդամներն ասում են, այս ինչ թթվասեր ես բերել, ժամկետը անցած է, այս ինձ միս է, հոտ է, այս ձմերուկը բան էր, լղկած էր, այս բանը, այս սալորը ворթնած էր, ըլնում է տենց բան ձեզ հետ։ Ասում է, հա, ըլնում է։ Ասում եմ, բա ինչ ես անարդյունավետ ծախսում ընտանեկան բյուջետ։ Կոռուպցիոներ ես։ Եվ մենք բոլորիս հետ դա ալնում է, չէ, իհարկե սպառողական իհարկե բանը, կուլտուրան ուրիշ բան է։ Մենք ենք սովորում, այդ եմ ասում, այդ փողը ծախսելն էլ է բան, հատուկ հմտություն։ Բա որ մեր ամեն նոր տարուց հետո մենք քանի համախառն, քանի միլիարդ դրամի ապրանք ենք տանում լցնում աղբանոցը։ Ցանկացած վարից հետո։ Հիմա մենք բոլորս մի ընտանիքի անդամներ ենք։ Չենք կարա մենք մեր ընտանեկան խնջույքի կազմակերպման օրինակ համար ծախսենք գումարը ուրիշ արդյունավետությամբ, հետո հաջորդ օրը գրանք կառավարություն աշխատանքի լրիվ 170 ասությամբ փող, դառնանք սուպեր արդյունավետ։ Այս երկու բանը շատ փոխկապակցված են եւ դա կառավարման եւ այո այդ թվում կրթական հարց է։ Եվ մենք եւ այո լավագույն հարթակ այդ խնդիրների մասին խոսելու պետական բյուջեի նախագծի քննարկումներն են, որովհետեւ պետական բյուջեն, նրա ծախսային եւ եկամտային մասը եւ բյուջեի հաշվետվությունները, հարգելի գործընկերներ, արտահայտում են մեր բոլոր առավելությունները, ոչ միայն կառավարության, այլ մեր հանրային բոլոր առավելությունները եւ թերությունները, բոլոր արդյունավետությունները եւ անարդյունավետությունները, եւ մեր հանրային խնդիրները ճանաչելու, դրանք տեղորոշելու եւ լուծելու միակ մեխանիզմը պետական բյուջեն է։ Ես էլի ուզում եմ ասեմ, մենք պատուհանից նայում ենք, ինչ որ տեսնում ենք եւ ինչ որ չենք տեսնում, այդ ամեն ինչը պետական բյուջեն է։ Ինչ որ տեսնում ենք, պետական բյուջեն այդտեղ ինչ որ մի բան արել է, ինչ որ չենք տեսնում, ուրեմն պետական բյուջեն ինչ որ մի բան չի արել, իսկ չի արել այն պատճառով, որ մենք տասնամյակներով մեր թթվասերը առնելիս ՀԴՄ չենք վերցրել։ Եթե մենք հաշվենք, թե մենք մեզնից յուրաքանչյուրը մեր կյանքում չվերցրած ՀԴՄ-ների արդյունքում կամ ՀԴՄ չվերցնելու արդյունքում, ինչքան եկամուտ է շրջանցել Հայաստանի Հանրապետության բյուջեն, հավաստիացնում եմ, խոսքը ոչ թե միլիոնների, խոսքը ոչ թե միլիարդների, խոսքը տրիլիոնների մասին է։ Եվ մենք պետք է այդ տրիլիոնների մի մասը անվերադարձ կորել են, մի մասը ինչ-որ ձևով հնարավոր կլինի, այդ թվում ապօրինի գույքի բռնագանձման եւ այլ մեխանիզմներով հետ բերել, բայց մեր խնդիրը հետեւյալն է, որ մենք այլևս այդ տրիլիոնները չկորցնենք եւ մենք կենտրոնացած մնանք այն թեմայի վրա եւ այն ընկալման վրա, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի եւ մեր համընդհանուր ընտանեկան բյուջեն է։ Շնորհակալություն եւ հաջողություններ եմ մաղթում ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկումներին։ Շնորհակալություն։